Ցանկանայի ձեր հայտարարության վերջին մասին անդրադառնալ արևմտյան աջակցության հարցին։ Շատ կուզեի իմանալ, թե ինչ նպատակով եք եկել Լեհաստան եւ երախտապարտ եմ, որ նախքան վաղվա քաղաքական հանդիպումներ դուք որոշեցիք Լեհ փորձագետների հետ այս հանդիպմամբ սկսել։ Կառավարությունը նախկինում էլ այս տարածաշրջանին աջակցել է ժողովրդավարական գործընթացին արդիականացմանը։ Մենք շատ առատաձեռն ենք եղել եւ արդյունքները այնքան էլ լավատեսական չէին, որովհետեւ նույն սխալները չկրկնվեն։ Ինչպես եք տեսնում Լեհաստանի եւ Եվրոպական միության դերակատարումն այս իրավիճակում, որպեսզի խաղաղությունը մնայուն դառնա, որպեսզի ձեր երկիրը, ձեր հասարակությունը ավելի լավ հեռանկար ունենա, տնտեսական հեռանկար ունենա եւ ժողովրդավարական գործընթացը շահի։ Ինչ հիմնական նպատակով եք եկել Լեհաստան եւ ինչպես եք տեսնում մեր աջակցությունը։ Շատ շնորհակալություն, ինչպես նշեցի, մենք արդեն ունենք 2022-ից սկսած մենք շատ կոնկրետ աջակցություն Եվրոպական միությունից եւ Լեհաստանից ստանում ենք, քանի որ ինչպես ասացի, Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում եղել եւ մնում է շատ կարեւոր։ Մյուս կողմից վերջին տարիներին մենք համագործակցում ենք Եվրոպական միության հետ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիման վրա։ Կարծում եմ Եվրոպական միությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր երկրում։ Մեկ լուր էլ կա, անցյալ տարի մեր խորհրդարանում ընդունվեց օրենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, ինչ խոսք այդ օրենքը շատ կարևոր խթան է մեզ համար շարունակելու համար ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Հիմա սակայն նոր հնարավորություններ են ի հայտ գալիս մեր տարածաշրջանում եւ մեր երկրում եւ այժմ մենք քննարկում ենք, թե Եվրոպական միությունը ինչպես կարող է ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, վերահաստատմանը։ Մենք հույս ունենք, որ ներդրումներ կգան Եվրոպական միությունից եւ անդամ պետություններից։ Մենք կենտրոնանում ենք նոր հնարավորություններ գտնելու ուղղությամբ Հայաստանի համար, որպեսզի խորացնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ եւ անդամ պետությունների հետ տարբեր ոլորտներում, տնտեսությունից մինչեւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, մինչեւ պաշտպանություն եւ այլն։ Եվ մենք երախտապարտ ենք, որ վերջին տարիներին Հայաստանը մասնակցել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրին։ Այդ ծրագրի շրջանակում մենք սկսել ենք համագործակցություն Եվրոպական միության հետ պաշտպանության բնագավառում։ Ինչ խոսք ժողովրդավարության պաշտպանությունը եւ զարգացումը մեր երկրում շատ կարեւոր է եւ մենք այդ ուղղությամբ ենք համագործակցում Եվրոպական միության եւ անդամ պետությունների հետ։ Շնորհակալություն։ Մեկ հարց իմ կողմից, հետո խոսքը կփոխանցեմ բոլոր մասնակիցներին։ Մենք երևի դեռ 30 րոպե ունենք քննարկման համար։ Դուք նշեցիք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, որը շատ կարևոր երկիր է, հաշվի առնելով նաև պատմությունը եւ խնդիրները։ Այդ երկիրն այսօր ինչպես եք տեսնում, արդյոք տեսնում եք նույնչափ բաց է այդ պետությունը, որքան դուք խաղաղության գործընթացի նկատմամբ նշեցիք, որ սահմանը դեռ փակ է։ Ինչպես եք տեսնում այդ գործընթացը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարը։ Ինչպես ասացի, մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Մենք հանդիպումներ ենք ունենում
մշտապես մենք խորհրդակցություններ ենք ունենում, բայց իհարկե ամենակարևոր իրադարձությունը, որը հույս ունենք տեսնել, դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Եվ ինչ խոսք ցամաքային սահմանի բացումը։ Ինչու եմ ես նշում հենց ցամաքային սահմանը, քանի որ օդային սահմանը բաց է։ Մենք կանոնավոր թռիչքներ ունենք Հայաստանից Թուրքիա եւ իմ ակնկալիքն է, որ երկկողմ թռիչքների ծավալը կաճի, սակայն ինչ խոսք մենք հույս ունենք, որ ցամաքային սահմանը կբացվի եւ իմիջիայլոց մեզ նոր ենթակառուցվածք պետք կգա Թուրքիայի հետ սահմանին եւ մենք հիմա քննարկում ենք, թե Եվրոպական միությունը ինչպես կարող է աջակցել այս հարցում։ Ուստի ես հավատացած եմ, որ գործընթացը ծավալվում է եւ շատ շուտով կտեսնենք ինչ որ բան։ Առնվազն մթնոլորտը եւ մեր հարաբերությունների մթնոլորտը շատ պատրաստ է դրան։ Օրինակ, ներկայումս մենք այդ շրջանակում որևէ խնդիր չունենք։ Տպավորությունն այն է, որ կա ընդհանուր պատկերացում, որ դա պետք է տեղի ունենա, բայց իհարկե դա կախված է Թուրքիայի որոշումից, քանի որ հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա եւ ուստի մենք պատրաստ ենք ցանկացած պահի դա անել։ Իմիջիայլոց վերջերս վերջին ամիսներին մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների համար ենթակառուցվածքը դրան ամբողջովին պատրաստ է եւ մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը։ Պետրոս Վեճեգոնաշևիչ ես, Հարավային Կովկասի երկրների վերլուծաբան եմ եւ երկու հարց եմ ուզում տալ։ Առաջինը վերաբերում է Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, Մեծամորի ատոմակայանը պետք է նախատեսվում է փակել 10 տարվա կտրվածքով եւ ձեզ անհրաժեշտ կլինի նոր ատոմակայան կառուցել։ Հարցս հետեւյալն է. երբ եք որոշում կայացնելու այն հարցում, թե ով է կառուցելու այդ ատոմակայանը, ամերիկացիները, ռուսները կամ միգուցե այլ պետություններ։ Երկրորդ հարցս անվտանգության մասին է Հայաստանի, կցանկանայի ձեզ հարցնել ռուսական ռազմաբազայի մասին Գյումրի քաղաքում արդեն մտածել եք դիմել Ռուսաստանին այդ բազան փակելու հարցով։ Շնորհակալություն։ Գիտեք, ինչ վերաբերում է էներգետիկային, վերականգնվող էներգետիկան նոր հնարավորություններ է բացում մեր երկրի համար, քանի որ պատմության մեջ դա առաջին հնարավորությունն է Հայաստանի համար, այսպես ասենք, անկախ լինել էներգետիկայի առումով։ Երկրում արևային էներգետիկան սրընթաց զարգանում է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ունենք խորհրդային ժամանակ կառուցված ատոմակայան։ Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք ատոմային էներգետիկայի արևային էներգետիկայի ոլորտում ատոմակայանի կարողությունը կրկնակի գերազանցող կարողություն հաստատել եւ մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք մենք չունենք հաշվի առնելով հենց նոր նշածս գործընթացները։ Ուստի մեր փորձագետների գնահատականով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի
միջուկային կայան, ատոմակայան ենք ունենալու։ Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ, մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ, եւ մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Եվ այս գործընթացը շարունակվում է, դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկները։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմական ներկայությանը մեր երկրում, դուք գիտեք, որ վերջին տարիներին ինչ-որ բան տեղի ունեցավ եւ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ այնտեղ կար ռուս սահմանապահների ներկայություն, օրինակ մեր միջազգային օդանավակայանում, սակայն ներկայումս բոլոր սահմանային անցակետերը մեր սահմանների վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Բնականաբար մենք շնորհակալ ենք Ռուսաստանին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբներին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայություններ մատուցելու, բայց ներկայումս մենք կարող ենք եւ մենք զարգացնում ենք մեր կարողությունները եւ իհարկե մենք կընդլայնենք մեր գործունեությունը եւ աշխատանքները, որոնք կվերահսկվեն հայ սահմանապահների կողմից։ Ինչ վերաբերում է ռազմաբազային, մենք որևէ պլան ծրագրեր չունենք եւ մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ, ուստի մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ եւ շատ սերտ տնտեսական կապեր ունենք, քաղաքական կապեր ունենք, թեպետ դուք գիտեք, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ դա կապված էր որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թվականին, քանի որ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք կային Հայաստանի համար։ Մյուս կողմից սակայն մենք ասում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են։ Մենք ներկայումս նոր հարաբերություններ ենք ստեղծում Ռուսաստանի հետ, ձևավորում Ռուսաստանի հետ, սակայն մենք իհարկե վճռական ենք եւ կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով։ Իմիջայլոց շատ կարևոր է ընդգծել, որ 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման հարցում։ Իհարկե դրանից հետո եղան ստորագրված փաստաթղթի տարամեկնաբանություններ, նոյեմբերի 8-ի փաստաթղթի մասին է խոսքը, ուստի այն վերածվեց հռչակագրի, որը մենք Ադրբեջանի հետ ընդունեցինք Վաշինգտոնում, բայց շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին Ռուսաստանի դերը եւ անձամբ Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ հրադադար հաստատելու հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Պարոն վարչապետ,
Շնորհակալություն, որ եկել եք Վարշավա, կարծում եմ կարևոր է եւ ես Պոլացկի հիմնադրամը ներկայացնել, որն օգնում է նախարարությանը կազմակերպելու Երևանյան դիալոգ ժողովը, որին այս տարի հույս ունենք բոլորս մասնակցել։ Ես երկու կարճ հարց ունեմ, մեկը հեշտ, երկրորդը միգուցե ոչ։ Առաջինը վերաբերում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ինչ ակնկալիքներ ունեք այս տարվա մայիսից, որը դուք հյուրընկալ եք, ավելի քան 40 առաջնորդներ Եվրոպայից կգան, եւ երկրորդը ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները։ Գիտեմ, որ դուք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, բայց եթե իրենք փոխզիջում չգտնեն եւ լինի ճգնաժամ տարածաշրջանում, ինչպես դա կազդի Հայաստանի կայունության եւ ընդհանրապես գործընթացի վրա։ Շնորհակալություն։ Ինչ խոսք մենք անհամբերությամբ սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի Երևանում այս տարվա մայիսին հյուրընկալելու, դա մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այդ շատ կարևոր գագաթնաժողովը եւ շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին նման հնարավորություն մեզ Հայաստանին ընձեռելու համար։ Դա շատ քաջ եւ խիզախ դրսևորում կլինի հարաբերությունների նոր փուլը կկայակոչի Հայաստանի եւ Եվրոպական քաղաքական համայնքի միջև։ Ինչ խոսք դրանով նաեւ կճանաչվեն այն ձեռքբերումները, որոնք Հայաստան ունեցել է որպես ժողովրդավար պետություն, ինչ վերաբերում է Իրանին եւ ԱՄՆ-ին։ Գիտեք, Հայաստանը փոքր համեստ պետություն է։ Եվ մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հարաբերությունների մասին։ Մենք իհարկե մտահոգված ենք եւ մեր ցանկությունն է, որ հնարավորություններ լինեն իվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից եւ իհարկե այս շատ փոփոխական իրավիճակում, անկայուն իրավիճակում մենք ուրախ ենք, որ կարողացել ենք կայունություն եւ խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում եւ իհարկե ցանկացած անկայունություն, ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է։ Եվ մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ ունենանք մեր լայն ընդլայնված այսպես տարածաշրջանում ակնհայտ է, գիտեք, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ մեզ մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի եւ իհարկե եթե լինեն հնարավորություններ դրական ազդեցություն ունենալու, ապա մենք կուզեինք։ Բայց ինչպես ասել եմ, մենք փոքր պետություն ենք եւ մենք կարող ենք ընդհանրապես խրախուսել եւ միանալ դիվանագիտության ձայներին։ Միջազգային հարաբերությունների կենտրոն 30 տարի առաջ ստեղծված մտակենտրոն Լեհաստանի, շնորհավորում եմ Երևանյան երկխոսության արդիվ պատիվ ունեցա անցյալ տարի մասնակցելու։ Կցանկանայի երկու հարց, ուղղել մեկ հարցի տեսքով։ Հենց նոր ներկայացրեցիք շատ քաղաքական ծրագիր։ Իմ հասկանալով դա նաև կլինի այն ուղերձը, որով կգնաք ընտրությունների, որոնք կլինեն հունիսին շատ շուտով ձեր երկրում։ Առաջին հարցս հետևյալն է. ինչպես եք գնահատում հույզերը, մարդկանց մտածողությունը Հայաստանում, կոնկրետ այս ուղղությամբ, որն առաջարկում եք ձեր ժողովրդին եւ երկրորդը կողմից մոտենալով, մենք գիտենք, որ անդամակցության գործընթացը շատ երկար ճանապարհ է, գործընթացի մեջ մտած երկրներ, այդ թվում Թուրքիան, կան նաև ուրիշները, բնականաբար օրինակ Ուկրաինան, Եվրոպական միությունն էլ արձագանքում է, նախապատրաստվում է, հատկապես Ուկրաինայի հետ կապված, որը շատ թեժ թեմա է, սեղանին դրված են մի քանի տարբերակներ, բայց ընդլայնման քաղաքականությունը կրկին
շատ կարևոր մաս է դարձել Եվրամիության աշխատանքում։ Ինչ եք ակնկալում դուք այս ճանապարհին Հայաստանի պարագայում, եթե հաղթեք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Գիտեք, այդ օրենքի ընդունումից հետո շատերը Հայաստանում ու Հայաստանից դուրս հարց են տալիս. երբ է Հայաստանը անդամակցելու Եվրոպական միությանը, եւ մեր տեսակետը հետեւյալն է. ինչպես ասացի, մենք այդ օրենքը եւ այդ հնարավորությունը համարում ենք շատ ուժեղ խթան Հայաստանի համար, Հայաստանը շարունակի բարեփոխումների ընթացքը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական կառույցների ուժեղացումը մեր երկրում, քանի որ ցանկացած պարագայում որևէ երկիր Եվրոպական միությանն անդամ դառնալու շանս չունի, եթե չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Ուստի առաջին հերթին մենք որդեգրել ենք ուղի շարունակելու բարեփոխումները, որպեսզի համապատասխանենք եվրոպական չափանիշներին։ Ուստի այն կետում, երբ մենք համապատասխանենք եվրոպական չափանիշներին, կլինի երկու տարբերակ։ Եվրոպական միությունը Հայաստանին ընդունի Եվրոպական միության կազմի մեջ կամ ոչ, ինչը քաղաքական որոշման, քաղաքական իրավիճակի խնդիր է։ Շատ լավ, եթե Եվրոպական միությունը ընդունի Հայաստանին որպես լիարժեք անդամ, դա շատ լավ իրավիճակ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եթե ոչ, ցանկացած պարագայում դա կլինի լավ, որովհետև այդ պահին մենք կլինենք պետություն, որը լիովին կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։ Այսպես ասենք, երկուստեք շահեկան իրավիճակ է։ Այդ իրավիճակում պատվելու շանս չկա, որովհետև առաջին հերթին շատ կարևոր է մեզ համար լինել ուժեղ, ժողովրդավար պետություն։ Ժողովրդավարության իմաստով, ինստիտուտների, թափանցիկության, իրավունքի գերիշխանության եւ այլն եւ այլն։ Ցանկացած պարագայում այդպիսի պետություն կլինենք եւ դա մեծ հաղթանակ կլինի մեզ համար։ Հաջորդ հարցը մեր ներքաղաքական իրավիճակի մասին եւ մոտալուտ ընտրությունների հնարավոր չէր լինի այս կետին հասնել առանց մեր ժողովրդի սատարման։ Դա հնարավոր չէ լինի։ Գիտեք, ինչ տեղի ունեցավ 2024 թվականին, քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է սա որդեգրել խաղաղության քաղաքականություն եւ այլն եւ այլն։ Մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք եւ վերջ տանք, դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը։ Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից։ Ես ասացի, որ որպես Հայաստանի վարչապետ ես կայացնում եմ նման որոշում եւ որոշումն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Եվ ես դա ասացի որպես անձնավորություն, ով Հայաստանի վարչապետ դարձել է ոչ բռնի Թավշյա հեղափոխության արդյունքում։ Ես կոչ արեցի մեր ժողովրդին, եթե իրենք համաձայն չեն այդ որոշման հետ, ավարտելու Լեռնային Ղարաբաղի Ղարաբաղյան շարժումը, ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել եւ մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, համանման հեղափոխության միջոցով, եւ ես ենթադրում եմ, որ շատ չեն եղել վարչապետերն, ովքեր
իրենց ժողովրդին կոչ են արել հեղափոխություն կազմակերպել, բայց հիմա դեռ վարչապետ եմ ես մինչ օրս, Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ուստի Հայաստանի ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացնել եւ իմ ակնկալիքն այն է, որ մոտակա ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կհաստատի մեր նվիրվածությունը հաստատված խաղաղությանը եւ այս քաղաքականությանը։ Իհարկե ընտրությունները միշտ բարդ են, բայց ես քաղաքական ուժեղ հավատ ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը կվերահաստատեն մեր նվիրվածությունը այս ռազմավարությանը եւ այս գաղափարախոսությանը, որը մենք անվանում ենք իրական Հայաստան գաղափարախոսություն։ All right, so Diana Skaya from TVP World. TVP World, please. Բարի գալուս Լեհաստան, շատ ուրախ ենք, որ դուք ստեղ եք։ Ձեզ էլ բարի գալուս, պարոն Միրզոյան, remember you very well. Mr. Pashinyan, first of all, Pashinyan, you did mention something Ցանկանում very important. դուք շատ կարևոր բան նշեցիք TVP World-ը, օտարերկրասակավատի վրատիմիջոցներից էր սեպտեմբերին, որը Երևանում ուսաբանում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, եւ մենք ուսաբանեցինք եւ հետո նաեւ Avocin շրջագայելու Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ, որ Եղեգնաձորում է տեղակայված, պարոն Փաշինյանը, պարոն վարչապետն ասաց 25 թվականից ի վեր սահմանային բախումներ սահմանամերձ գոտիներում չեն եղել, եւ դա էլ կամանք է, որը Եվրամիության առաքելությունը հաստատեց բարեկցության ընթացքում մեզ հետ 25-ից ի վեր, ոչ միայն առաքելության, մենք նաեւ խոսեցինք բնակիչների հետ, ովքեր ապրում են սահմանամերձ տարածքներում Եղեգնաձորում եւ մենք նույն պատասխանները իրենցից ենք ստացել, ներկայումս աշխատում ենք կարճ վավերագրական ռեպորտաժի վրա, նաեւ կհացազրույց պարոն Միրզոյանի հետ այնտեղ Արշավայի անվտանգության գագաթնաժողովի ժամանակ արված երկու հարց եմ տալու կարճ խնդրեմ, շատ կարճ։ Իրականությունը հետևյալն է, պարոն վարչապետ, ընտրություններ են սպասվում հունիսին։ Դուք նշեցիք, որ կան իհարկե դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, դրանք շարունակվում են, սակայն աճող մտահոգություններ կան իհարկե մի շարք հայերի շրջանում նաև Եվրոպայում, որ Ռուսաստանի դաշնությունը, ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև օտարերկրյա միջամտություն կարող է լինել ընտրություններին։ Հայաստանը ինչպես է պատրաստվում, դուք ինչպես եք պլանավորում հաղթահարել դա, եղել են արդյոք կոնկրետ քաղաքականություններ, որոնք իրագործմամբ կապահովեք արդար ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում, ինչպես հենց նոր ասացիք դուք ասացիք, ես հիշում եմ այդ տեսանյութերը, դուք եք ասել, եթե կային մարդիկ, ովքեր խնդիր ունեին ձեր շարժման հետ, ձեր կոչի հետ, իրենք ձայնը կբարձրաձայնեին, բայց դուք դեռ մինչև հիմա Հայաստանի վարչապետն եք։ Ինչպես ասացի, Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Մեր ժողովուրդը հնարավորություններ կունենա ժողովրդավար ճանապարհով որոշելու մեր երկրի ապագան։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան։ Ես գիտեմ, որ ասեկոսեններ կան, պնդումներ եւ այլն, որոշակի գործելակերպեր, ահռելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք, բայց մյուս կողմից ինչպես վարվել։ Ինձ համար մնում է մի բան, անմիջական երկխոսության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ, անկեղծ լինել, անմիջական խոսել, ցանկացած քաղաքական գործչի համար դա շատ կարևոր է, երևի ամենակարևոր բանն է հնարավորինս համոզիչ լինել։ Եթե հաջողության հասնենք, իսկ ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք։ Սևա Պոլակ է, Կասմի Պոլասկի նկարից եմ։
Պարոն վարչապետ, միջազգային գործընկերությունների բազմազանեցումը լայն ոգևորիչ ռազմավարական տեղաշարժի մասին է խոսում, այդ համատեքստում ձեզ կուզեի հարցնել, թե ինչ հիմնական զարգացման կերակայություններ եք տեսնում Հայաստանի համար մոտակա տարիներին եւ ինչ հնարավոր դեր եք նախատեսում լեհական կառույցների, ինստիտուտների, գործընկերների, լեհական քաղաքասարակության համար, ավելին Հայաստանի տեսանկյունից Լեհաստանի վերափոխման որ օրինակները կարող են հատկապես վերաբերելի լինել ձեզ համար եւ ոգեշնչման աղբյուր Հայաստանի ճանապարհին։ Շնորհակալություն։ Ինչ խոսք, մենք ահռելի հարգանք ենք տածում Լեհաստանի պետականության նկատմամբ։ Իհարկե Լեհաստանի ժողովրդավարության արդեն տևական ժամանակ կայացած ավանդույթների նկատմամբ մենք շատ բան ունենք սովորելու Լեհաստանից եւ ինչ խոսք, ինչպես ասացի, մենք երախտապարտ ենք մեզ սատարելու համար Եվրոպական միության շրջանակում եւ երկկողմ մակարդակում եւ այլն։ Ամենակարևորը, գիտեք, առաջնահերթություն որպես մեր կառավարության համար խաղաղությունը, ժողովրդավարությունը, կայունությունը եւ տնտեսական բարեկեցությունը եւ ինչպես ասացի, ներկայումս տնտեսական նոր հնարավորություններ են առաջ գալիս։ Ինչ խոսք դուք գիտեք, եւ ես արդեն ասել եմ, որ խաղաղությունը մեզ համար նոր բան է։ Բայց կարող եք երևակայել, պատկերացնել, որ երկաթուղի կլինի, բաց սահմաններ կլինեն, առևտուր կլինի բոլոր հարևանների հետ։ Սրանք էլ են գործոններ, որոնք ամբողջովին նոր են մեզ համար եւ ներկայումս մենք բավական շոշափելի տեսանելի տնտեսական աճ ունենք եւ ես հավատացած եմ, որ խաղաղությունը արդեն իսկ շատ դրական ազդեցություն ունենում է Հայաստանի տնտեսական կյանքի վրա, սոցիալական, հասարակական կյանքի վրա եւ մեր առաջնահերթությունն է դառնալ խաղաղության խաչմերուկ։ Այն ինչ ես նկարագրեցի, այնինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում, ես սովորաբար ինչ եմ ասում, ինչ է հիմա Հայաստանում տեղի ունենում, Հայաստանը եզրագծից մոտենում է կենտրոնին, երկի առանց ֆիզիկապես շարժվելու, Հայաստանը մնում է նույն տեղում, որում եղել ենք նախկինում էլ, բայց հիմա մենք եզրերից մոտենում ենք կենտրոնին, շարժվում ենք դեպի կենտրոն, եւ դա միայն Հայաստանի մասին չէ, դա նաեւ եւ ամբողջովին նոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար, եւ սա հնարավորություններ է ստեղծում մեզ համար, որ միմյանց Հայաստանը եւ հարևան երկրները միմյանց ընկալենք նոր տեսանկյունից։ Ես ասացի, որ հնարավոր չէ թշնամանքի կոճակը միանգամից այսպես անջատել, բայց իհարկե գործընթացը սկիզբ է առել։ Ես հավատացած եմ, որ ես համոզված եմ, որ մեր տարածաշրջանում միմյանց մասին պատկերացումները կփոխվեն դեպի լավը, եւ անկեղծ ասած, դա մեր քաղաքական առաքելության մասն է։ Եվ ես հավատացած եմ, որ մենք ուժեղ կամք ունենք, որպեսզի այդ առաքելությունը իրագործենք, եւ իմ զգացողությունն այն է, որ կա վճռականություն ապահովելու արդյունք։ Ոչ միայն Հայաստանում կա, այլ նաև Ադրբեջանում կա։ Քանի որ տեսեք, Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարեց, որ բոլոր խոչընդոտները վերացնում է դեպի Հայաստան երկաթուղային տարանցման համար, դա իրական փոփոխություն էր, խաղը փոխվեց, իրավիճակը փոխվեց, ինչպես ասացի, մեր անկախությունից ի վեր նույնիսկ մեկ գնացք չի եկել Հայաստան-Ադրբեջանի տարածքով, իսկ այժմ դա տեղի է ունենում երևի ամեն շաբաթ, ինչը իրական փոփոխություն է
Հայաստանի կյանքում, մեր տնտեսության համար, մեր տարածաշրջանի կյանքում եւ իհարկե դա ուժեղացնում է դա ամրապնդում է խաղաղության ուժերի քաղաքական դիրքերը, այն ուժերի քաղաքական դիրքերը, որոնք մտնում են, որ միայն խաղաղությամբ կարող է մեր երկիրը եւ մեր տարածաշրջանը առաջ շարժվել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շատ շնորհակալություն մեզ հետ այս խիստ հետաքրքիր լավատեսությամբ կիսվելու եւ դրական հեռանկարներ ներկայացնելու համար։ Համոզված եմ, որ Լեհաստանում դրական արձագանք կգտնեք ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաեւ ՀԿ-ների փորձագետների շրջանում։ Շատ շնորհակալություն, որ եկաք, ներկայացրեցիք ձեր տեսակետը, ժամանակ տրամադրեցիք, եկեք միասին ծափահարենք բան վարչապետին։